Մեր հարաբերությունների միջի տոքսիկը ես եմ։ Իմ red flag-երը հարաբերություններում։ Առաջինը, Յանին տանում եմ հայ եւ ռուս արտիստների համերգներին, ում ինքը չի ճանաչում, ոչ ման չի հասկանում, բայց ստիպում եմ, որ մնա մինչեւ վերջ։ Երկրորդը, իր արտակինի հանդեպ հանգիստ կոմենտներ եմ անում, ասում ես ոնց ես չաղացելը բոխախտ նայի շորերը տես ինչ քեշ է, բայց եթե նույնը մի տոկոսով ինքաներ իմ հանդեպ, շատ վատ կավարտվեր այդ ամենը։ Երրորդը, որ միշտ ստիպում եմ իմ ուտելիքներից փորձի, եթե չի համաձայնվում, նեղանում եմ։ Դա իմ միջի հայն է, ես նեղավոր չեմ։ Չորրորդը միշտ ասում եմ, որ փող չունեմ, գործերս վատ է։ Փող չկա։ Ես չթարգմանեք, որ ամեն ինչ ինքը վճարի։ Լավ եմ անում, ես такая красивая девочка, կներես Յանս։ Չունենք, լավ չի։ Կարող էլ չասեմ շարունակություն։ Ավելի վատ բաներ էլ կա։ Ասում եմ, օրինակ հյուրանոց վերցրել, ասում եմ, եթե ավելի լավը վերցնեմ, տիգամ Հայաստան կիսվենք, էսի չդնես։ Ասում հա, ավելի լավը վերցրա, կգամ կկիսվենք, գալիս է, ասում չես համաչում աղջիկայից փող ես ուզում, ու չեմ տալիս փող։ Էլի ցանկ կա, բայց ոնց էլ չլինի մի երկու չուզող կթարգմանեն Յանին, լավ չի լինի վիճակս։ Ասեմ էլի թե լավ է։ Իմ red flag-երից է, որ շատ եմ սիրում մենակ մնալ, որ մի քիչ երկար եմ մնում Հայաստանում, ասեմ կարող է գնաս։ Բայց անկեղծ ես իրան շատ եմ սիրում։ Կարևորն այն է, որ ես քեզ շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում նաև մենակ մնալ։ Ավել պակասի համար կներեք։